Գագիկի հորը Արմանին ուսավ։ Նմանապես։ Դեպքից հետո հանդիպել եք։ Մի քանի անգամ։ Արմանին։ Այո։ Շատ է։ Իսկ այդ գործոնողներին եք հանդիպել Զովացին Ծառայողներին։ Գագիկի պապիկի Պանիխիդայի օրն է, եթե չեմ սխալվում, դեմքով գիտեմ, բոլորին գիտեմ, ուղղակի անունները կավախարնը, այս բան չեմ կարող ասեմ քանի հոգի են, իրաց եկեղեցում Պանիխիդայի ժամանակ։ Դրանից հետո չեմ հանդիպել։ Ինչքան է տևել այդ հանդիպումը։ Մի քանի րոպե։ Դեպքի մասին երբևէ որևէ խոսակցություն կամ դեպքի հանգամանքների մասին եղել է։ Արման Բարսեղյանի հետ մշտապես։ Մեր տուն էլ հաճախ է ինքը անձամբ։ Այո։ Չէ, կոնկրետ այլ ծնողների։ Ոչ, չեմ հանդիպել։ Արման Բարսեղյանի հետ ունեցած քննարկումների մասին չեմ ցանկանում հարցեր տալ։ Ես նմանապես ես լուսավորի Արմանը խորհրդանց իրայի շատակի առաջ չէ այլ ծնողների մասին։ Չեմ հանդիպել։ Եկեղեցու բակում, որը այդ հանդիպման որ մի քանի րոպե խոսել է, ինչ է խոսել։ Քննարկում էինք ոնց եղավ, ինչ եղավ։ Նաև այդ ժամանակ եմ հայտնել, որ արդեն ես եմ որ նշեցի նախին դիտել էի Գարուշի հոսպիտալի այդ հայտնածը, որ ոնց է եղել նաև այդ ժամանակ ու պարոն Օրիկյան անձնապես ես ճանաչելով հանդերձ, ասենք, ջերմ հարաբերություններ եմ ունեցել, կարամ անվանական շեշտեմ այդ զինծառայողներից, Ֆելշեր Արամին, մեր համագյուղակցի երեխան, այդ ներքևի փողոցում ապրել, մեր աչքի դեմն է երեխան մեծացել մինչև արտերկիր գնալը, ասենք ես անձնապես նաև ճանաչել եմ, տարբեր ժամանակագրական առումներով մշտապես հանդիպելից նաև հարցրել եմ, ես ինչ մարդու, որ բերել ես բուժկետ, ինչ խնդիր ունի։ Ուսումնական 22 թվականի ձմռանն էր, եթե չեմ սխալվում, ուսումնական գումարտակ կար, այդ գումարտակում ծառայող զինծառայողներ կային։ Այսինքն հիմնական մասին ես ճանաչում էի, ունեինք որոշակի նաև անձնական շփում, որևէ զինծառայող կաշկանդված չի եղել խնդիր ունենալուց ինձ ասի։ Ես նմանատիպ խնդիր չի եղել, որ ունենա։ Գագիկը, քանի որ Մարկոս ճանաչել եք ջերմ հարաբերություններ ունեցել, երբևէ դեպքի նախորդող ժամանակ ապրում, այդ ստորաբաժանում ունենալ հնարավոր լարվածության, սպաների, զինծառայողների միջև հարաբերությունների, չգիտեմ, լարվածության կամ որևէ այլ հանգամանքի մասին, որը ուշադրություն հրավիրել ձեզ, որևէ բան հայտնել։ Ոչ։ Շատ է։ Վերադառնանք այդ Արմանի Գագիկի պապիկի այդ հովարտավորության արարողությանը զոհված ծառայողների ծնողների հետ եկեղեցու բակում խոսակցությանը։ Ինձ անկեղծ ասած հետաքրքրում է Գարուշի գործողությունների վերաբերյալ ձեր դիտարկումների։ Եթե հնարավոր է, խնդրում եմ մանրամասներ ծնողների ինչ եք հայտնել։ Դիտարկումը այն էր, իմ կարծիքը, որ ոնց եղավ, որ մենակ ոտքներ այդքան թեթև ինքը այրվել ու ես անձնապես որպես անձնական կարծիք մտածում էի, բայց ոնց եղավ, որ ինքը դուրս եկավ, մյուսները դուրս չեկան։ Այդ ժամանակ, քանի որ նոր էր եղել, ամեն ինչ հայտնի չէ։ Այսինքն ես անձնապես մտածում էի, ոնց եղավ, որ ոսկի Դարուշը դուրս եկավ, ասենք Գագիկը դուրս չեկավ։ Չէ, դուք ձեր կարծիքն եք արտահայտել, թե դուք Չէ, իմ կարծիքն է եղել, պարոն Օրիկյան։ Իմ կարծիքն է եղել, որտեղ չեմ կարող հիմնավորեմ կոնկրետ ինչ փուլերով է զարգացել, որ այդ է ձևավորվել, բայց ես մտածել եմ կոնկրետ, որ ոնց եղավ, որ ոնց դուրս եկավ։ Լավ, ես շատ հարցան էլի, տեսեք հանրահավաքների հարցերը դուք պատասխանեցիք, ասեցիք, որ դա ձեր կարծիքն է։ Ընդհանրապես կարծիքի ձևավորման համար որոշակի պարամետրեր են անհրաժեշտ։ Օրինակ ինչու է ձեր մոտ նման կարծիք ձևավորվել, էլի, որ Գարուշը այն մյուս տղայի հետ ոչ թե ճակավանդակներով է դուրս եկել, այլ դռնից է դուրս եկել։ Ինչու է նման ձեր մոտ նման կարծիք ինչու ձևավորվել։ Ես մենակ Գարուշին եմ ասել, մյուս տղային երբևէ չեմ տեսել, որ Գարուշի մասում չեմ կարող մի կոնկրետ ասեմ ինչով, որ ելակետը կարծիք ելակետը այն է, որ վնասվածքը քիչ է դա, մտածելով, որ եթե հրդեհա է իմ բանով այդքան տեղ գնացել է, ոնց է, որ մենակ այդքան տեղն է այրվել, սենց է եղել մոտեցումը, որտեղ ես դեպքի վայրում հրդեհի ժամանակ, հրդեհի հարցնելու ընթացքում չեմ եղել, չեմ տեսել։ Դու Գարուշին հարցրել եք, Գարուշը որտեղից եք դուրս եկել։ Չէ, չեմ հարցրել։ Չեք հարցրել։ Որևէ մեկին հարցրել եք, Գարուշը որտեղից է դուրս եկել։
Դրանից հետո արդեն իր նշեցի, որտեղից եմ տեսել, արդեն քննարկումները զորամասում գլոբալ խոսացել են, քանի հոգի ոնց փրկվավ, քանի հոգի ոնց եղավ, ով է ինչ անում, այս մակարդակը կոնկրետ անհատականացված ես հայտնել եք, թե Գարուշը ինչպես է դուրս եկել։ Ոչ։ Իսկ դուք ծնողներից որևէ մեկին կամ մի քանիսին հայտնել եք, որ Գարուշը հաստատապես նշելով, որ Գարուշը դուրս է եկել դեռնից։ Պարոն Նորիկյան, այդ ժամանակ, որ խոսացել ենք, դրանից հետո ինձ անգամ հրավիրել են քննչական, ես այդ հարցին կարող խնդրում եմ ծնողների հետ քննարկել։ Այդ ժամանակ ասել եմ, որ սենց, բայց կարող է նաև ասել, որ հոսպիտալում է ինքը սենց է արել, բայց այդ նորից եմ ասում։ Եղել է իմ կարծիքը, կարող է ես սենց ձևակերպած եմ, զուտ հիշելու առումով եմ փորձում եմ վերարտադրել, որ Գարուշը դուրս է եկել դռնից, ոչ թե պատուհանից։ Այդ ոնց է կարծիքը փոխվեց ու հիմա դուք ինչ եք կարծում, լավ հիմա ինչ եք կարծում։ Եթե անկեղծ պատկերացում չունեմ։ Ինչու՞։ Որովհետև բացի հետևելը ես ինչքան որ այս դեպքեր կապված վերապրում եմ, այդքան ունենում եմ ավելի իմ համար վատ հիշողություններ։ Հաշվի առնելով նաև ձեր մասնագիտությունը, հոգեբանի, ձեր շփումը ծառայողների, զինվորական ստորաբաժանումների հետ շատ կարևոր է, ասենք, այս ամբողջ հետևությունների, այս ամբողջ իրադարձությունների տեղեկությունների հանրագումարը դες ինչ հետևությունների ա բերել։ Ինչ կարծիք ա ձևավորել ձեզ մոտ։ Որ ինչպիսի ոնց է եղել, ոչ չի եղել։ Ինչ է այս տեղեկությունների ինչ է։ Ողբերգություն։ Հասկանալի է, դուք նշում եք հայտնի փաստեր, դրանք քննարկման ենթակա չէ, դա այդ ողբերգության աղմուկը, արմատը, հիմքը ո՞րն է եղել։ Հիմքը այն է եղել, որ եղել են բաներ, որը որ չգիտեմ ինչ հանգամանքերով չի կատարվել։ Այսինքն հիմա դուք եկեղեցու բակում ծնողներին ասել եք, որ Գարուշը դռնից է դուրս եկել, դա դեռ կարծիք։ Այո։ Հնարավոր է պարոն Ներսյան, անկեղծելի որպես մարդ եմ ուզում հարցնել, որպես հոգեբան, հնարավոր է, որ ձեր կարծիքի ձևավորման կամ փոփոխման վրա այդ գործոններ են հասնել, փոխանցել, հետո ինչ-որ ճշմարտ, հորդորի, համոզելու, պահանջի, չգիտեմ ինչ-որ ազդեցության տակ, դուք փոխել եք ձեր պատկերացումը, հիմա հայտնում եք, որ դա ընդհանրապես ձեր կարծիքն է եղել։ Դուք ենթադրեցի, որ դուք ունեք երկու բարձրագույն կրթություն։ Ձեր բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը ձեզ չէր, ուրեմն պաշտպանում այն առումով, որ շատ զգուշ եւ զգոն պետք է լիներ զոհված ծառայողի ծնողի հետ շփվելիս նման հաստատական պնդումներ անելուց, որովհետեւ ձեր ամենի խոսքը նույնիսկ զոհված ծառայողի ծնողի համար կարող ունենա ճակատագրական նշանակություն։ Հիմա դուք արել եք հայտարարություն, ու այս գործում պատվժան դատարան։ Այս գործում սա որ երրորդ դեպքը, սկսած են արտաքին իրավիճակների նախարարության գնդապետից, նա վերջացած պարոն Ներսյանը։ Ծնողների հետ ունեցած շփոթում, հանրային դիմություն ունեցած հայտարարությունները, կներեք արտահայտության համար, հետո եթե դուք նման պնդում եք անում, ես կարող եմ ինձ թույլ տալ հայտարարելու, որ դուք ծնողների հետ ունեցած ուրեմն այդ կարճատև շփման ընթացքում անպատասխանատու հայտարարություններ եք արել, որի արդյունքը այս գործի նկատմամբ այս անվստահություն, այս ճգնաժամն է։ Հիմա տեսեք, այս գործի առանցքը հենց Գարուշի դուրս գալու մեջ է, շան գլուխը տեղ է թաքնված, որտեղ բոլորի մոտ այդ հարցն առաջանում, այդ ո՞նց է Գարուշը դուրս եկավ, մնացած 14 զինծառայողը դուրս չեկավ։ Հիմա դուք մարդկանց ասել եք մի բան, որ այսօր ասում եք դա ինձ կարծիքն է, ձեր կարծիքը պետք է մնար ձեր տանը կամ ձեր մեջ, անարել ևս, երբ որ մենք գործ ունենք բարձրագույն կրթություն ունեցող հոգեբանի հետ։ Ստերից է ձևավորվում ձեր նկատմամբ ունեցած անվստահությունը, ես չգիտեմ ինչու համար ձեր խոսքին, հիմա ձեր խոսքին ինչու, ես հիմա ձեր խոսքին, այս խոսքին պետք է հավատամ եւ չհավատամ զոհված զինծառայողների ծնողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ձեր այդ ժամանակվա արված խոսքին, ինչու, որն է, այն ժամանակ զինվորական համազգեստով եք եկել հիմա բաշխում, ուրեմն ջինսով, չէ՞։ Մենք գործ ունենք նույն մարդու հետ եւ հենց այս պատասխանատու մոտեցումն է բերել այս ճգնաժամի առաջացմանը։ Խնդրեմ, եթե ասելուք ունեք, ինչու պետք է ձեզ հավատամ հիմա, հավատամ դատարան, ինչու ձեր խոսքը պետք է հիմա ավելի արժան հավատ համարի, քան ծնողների հետ, այն ժամանակ այդ դեպքը ես հիշում եմ
Արմանի Գարգի Բարսեղյանի պապիկի հուղարկավորությունը դեպքից քիչ անց էր տեղ ունեցել։ Այսինքն այդ ամենատարք ժամանակահատվածում դուք նման պնդում եք արել ծնողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Եթե ինչ-որ բան եք այս հարցով ասելու խնդրում։ Նախ պարզաբանը բարոյական, որ որևէ մեկը ինձ վրա ճնշում չի գործադրել։ Ես ձեր նշած մարդկանցից որևէ մեկի հետ չեմ հանդիպել, մասնավորապես Գարուշի, Ժիրայրի, դեպքից հետո առավել ևս չեմ հանդիպել, որևէ նախաձեռնություններ չի եղել, որ ես իրանց հանդիպեմ, ոչ էլ իրանք են ինձ նախաձեռնել, որ հանդիպեն։ Իսկ որ ձեզ ես նշում եմ, ասում եմ կոնկրետ քննչականում ինչի համար, ու մանրակրկիտ ես բացատրել եմ հետևյալի մասին, որ ես դեպքի վայրում չեմ եղել, իմ գործողությունները եղել է որը, ասեմ ավելին դաժե, հարց եմ ուղղել, չգիտեմ, չեմ էլ հիշում գրանցել են, թե չէ որ, պարոն քննիչ, ինձ ինչի համար ես կանչում, երբ որ դու ասում ես, ես տեղյակ եմ, որ դուք տարբեր, ես չեմ ուզում անկեղծ մի անդրադառնամ, մեր ընկերը մահացել է, որ իրա մայից հետո դու կանչում ես, ասում ես, շուտ պետք է կանչեինք, չի էլ, որ չեմ ուզում, հա? Մեր ընկերը Բարսեղյան Արմանը, որ մահացել է, իրա մահվանից հետո, բավականին հետո, մի 6 ամիս հետո նորից կանչել է, դուք սենց զրույց եք ունեցել, քննիչը, ու ասում եմ, որ շատ բան կա, որ մենք, որ ընտանիքի միջավայրում քննարկել ենք, ոնց կարար ուներ, ոնց կարար չլներ, այս տիպի վարկանցներ, որ ես չեմ ուզում հայտնեմ, որտեղ մեր ընկերը կենդանի չի։ Շատ, բայց ամենայնիվ խոնարհում ես Արման Բարսեղյանի լուսավորի շատ լավ ժամանակ եմ շփվել իրար, լուսավոր մարդը ինքը իր ցավը տեսնից իր ողջունությունն է, խոսքով, բայց եթե ես ասել տարբեր վարկածների մասին եմ քննարկել, ես ասում եմ, այս գործի գերակա շահը այն աստիճանի է, իմ խնդրանքը ձեզ, եթե դուք ինչ-որ վարկածի մասին ունեք սեփական պատկերացումները կամ ունեք որոշակի տեղեկություններ, տվյալներ, որոնք կարող են որոշակիորեն այն հատուցության վրա գնահատել այս տեղի ունեցածը, ես խնդրեմ դուք կարող եք խնդրում եմ ձեզ ասել, եթե ինչ-որ բան ունեք ասել այդ առումով։ Ես գիտեմ այնքանի իշքանում, որ հետևում եք պարոն Նորիկյան։ Ես անձնապես այդ ողբերգությունը ապրել եմ ու իմ համար անձնապես ուզում եմ իմանամ ձեր նշածը, ի վերջոն է ձեր ասած, առավել ևս, որ ինչի հետ մենք գործ ունենք։ Շատ շնորհակալություն պարոն Ներսյան։ Իսկ ջուր կտակ որ խնդրեմ։ Դուք ում հանձնարարում, ինչու եք գնացել հանձնարարությունը կատարել, որ տեսել եք այդ հանձնարարությունը։ Գիշերը որ չէի կարող կապ հաստատեի, ապնվել եմ բրիգադի կամանատարի հետ, ասեի չի հոսպիտալ, սա մարդիկ կան, հենց տենց, ողջ մարդիկ կան, մենա զինվորական հոսպիտալ, իչել եմ զինվորական հոսպիտալ։ Զինվորական հոսպիտալ, որ տենայինք ոնց է վիճակը իրանց, մարդ կային օրը, զուտ գնայինք տենայինք ոնց է վիճակը ովքեր են, ես չգիտեի։ Շատ իսկ Ռադիկի Ժիրայրի մեթոդը կամ այլ անձան, այդ օրը որ դեպքի վայրում գտնվել է ողջ մնացել, ում է տեսել։ Այդ օրը ռազմական ոստիկանությունից առավոտյան կողմերի, եթե արդեն չեմ սխալվում, այդտեղ գտնվող ողջ զինծառայողներին, որ տարել էին, բերել էին հոսպիտալ Բուզզնբա։ Այլ մեկ Ռադիկի ու Ժիրայրի մասին դուք ինչ ասեք, իրանց հետ հանդիպել եք այդ օրը չեմ զրուցել, չեմ հանդիպել, բայց տեսել եմ, որ բերել են զինվորական հոսպիտալ զննելու։ Որպես հոգեբան, առավել ևս որ այդ դեպքից հետո իրանք ողջ են մնացել, ձեր չհետաքրքրեց նա հասկանայիք ինչ է տեղի ունեցել։ Բուժզննում էին իրականացնում պարոն Նորիկյան, իրանք։ Ես այդ ընթացքում նաև զուգահեռ գնացել էի սկորիների մեջից, օգնում էի, իջացնում էինք զոհված զինծառայողներին։ Օգնել եմ, ես եմ օգնել 2-3 հոգի։ Այսինքն անկեղծ ձեզ չհետաքրքրիր, օրինակ ինձ մինչև հիմա հետաքրքրում է Ժիրայրի ու Ռադիկի հոգեբանական նկարագիրը դեպքից հետո։ Երևիշեի մասին չեմ խոսում, բայց այդ ողջ մնացածների առավել ևս թեթև մարմնական վնասը այլված է ստացած անձանց, Լևոնի չէ, Ռադիկի, Գարուշի, Ժիրայրի, օրինակ ձեզ որպես հոգեբան
չհետաքրքրեց, դա տեսնեք այս մարդիկ ոնց է ողջ մնացել, ոնց է փրկվել, հիմա ինչ են զգում, գուցե վախեցած են, գուցե սարսափած են, գուցե չգիտեմ տեղում չեն եղել, լրիվ հոգեբանական վիճակի մասն են ուզում հարցնել։ Իրանք որ ոստիկանների հետ եկան, պարոն Օրիկյան, դա խառնաշփոթ իրավիճակ է։ Ես անգամ ներս մենք չէինք կարող մտնեինք, որ խոսայինք, որտեղ ոստիկանները բերել էին, առավել եւս որ արդեն հայտնի է ինչ ա եղել, լինելով մասնագիտությունը կապ չունի, ես նշեցի, որ անձնապես եմ ճանաչել, ես ինքս եղել եմ այդ ժամանակ, այդ ամբողջ ինֆորմացիան իմանալուց հետո, վատ վիճակում, ինչ առումով, որ ես ճանաչել եմ իրանց, այդ առումով, ու որ իրանց տենան, խոսան, ցանկանան, եղել է ցանկություն, որ իրանց տենանք իմանանք ի վերջո այդ ձեր նշածը, ինչ հանգամանքներում է, իրանք ինչ վիճակում են, կարան հետագայում ծառայեն, թե չէ, ինչ են զգում, ինչ չեն զգում։ Տեսական մի հատ բան, որպեսզի հասկանանք այդ հարցը, ես ուզում եմ հավատալ, որ հասկանանք հարցի եթա։ Գիտեք, ուրիշ հոգեվիճակ կլինի, երբ որ ես հիմա դատական լիստերի դահլիճում եմ, այս տպավորությունից որ լրի ուրիշ հոգեբանական իրավիճակ կամ նկարագիր ձևավորվի, լրի ուրիշ հոգեբանական վիճակում գտնեմ, երբ որ ես այս դատական լիստերի դահլիճում չլինեմ։ Օրինակ, ես շատ ուրախ կլինեի, երբ որ մենք ունենայինք այդ պատկերը համոզվելու համար Ժիրայրի, Ռադիկի, այդ տարածքում գտնվելուց հետո իրանց ձևավորված հոգեբանական իրավիճակի եւ դիցում ենթադրենք իրանք այդտեղ չեն եղել, հետո հանգամանքների բերումով են այդտեղ դեպքից հետո են եկել, դրանից հետո իրենք, այսպես ասած, նրանց հոգեբանական վիճակի վերաբերյալ ընդհանուր պատկերը։ Դուք օրինակ այդ իրանց տեսնելուց այդպես տպավորություն ձևավորվեց, որ իրանք այդ դեպքի ժամանակ կամ դրանից անմիջապես հետո կամ դեպքի ժամանակ այդտեղ են եղել, թե չէ։ Տպավորվեց այդպես, որովհետև այդ նույն հուզական բարձր վիճակում իրանք են եղել։ Այդ հուզական վիճակը։ Եվ վերջի երկու հարց եմ ուզում հարցնել, պարոն Մեսյան, դուք զոհված զինծառայողների դիերի երբ որ սեղել եք բան, որ ում եք ճանաչել, դա ասես կարճ ասեմ, որ մենք զոհված զինծառայողներ փորձում էին նմանացնել մարմնային առումով Գագիկին ու Արամին, որտեղ ամենաշատ իրանց եմ ճանաչել, Արամին այն առումով, որ բուժակն է մշտական հանդիպում էին, Գագիկին, որ նշեցի, որ հանգամանքներում ինչքան ժամանակ եմ ճանաչել, ու ոնց որ ես էլ էի փորձում էի փնտրեմ, նմանացնեմ նաև այդ բանով, ես անձամբ տեսել եմ դիերը, որոնք որ եղել են բանում, մորգու Վարդենիսում որ բերել են, փորձում էի ոնց որ նմանացնեմ, նաև հիշելով, ճանաչելով։ Բայց ճանաչել եք։ Ոչ։ Ոչ Արամի, ոչ Գագիկի։ Ոչ։ Ատախասելից վայրանը կարող փրկեր ակաշտերքով։ Դիերը մարդինից որը մենել է։ Լավ, սովորություն դասվի։